սա նախ խաղաղություն չէ, սա զինադադար է։ Եթե դուք նայեք վերջի, ասենք 20, 30, 40 տարվա ընթացքում քանի անգամ են այսպիսի պայմանագրեր կնքվել եւ խախտվել, վերցրեք գոնե 93 թվականի Օսլո 1-ը, 95-ի Օսլո 2-ը, 98-ի Wye River Agreement, ուզում եմ հիշեմ, դա էլ էր, այսինքն քայլ առ քայլ ինչ որ բան փորձում էին անել, պաղեստինցիները ընդունում էին Իսրայելի գոյության իրավունքը, Իսրայելը հետ էր քաշվում Գազայի որոշ մասից, հետո հարձակում էր լինում, ելի ինչ որ մեկին սպանում էին, պատանդ էին վերցնում, Իսրայելը նորից մտնում էր Գազա։ Սա շարունակվում է տարիներով։ Ամեն 2, 3, 4 տարի սա լինում է եւ կլինի իմ կարծիքով։ Սա ուղղակի զինադադար է։ Ամենակարևոր հարցերը չեն լուծվել։ Հեղուսաղեմի ստատուսը, պաղեստինցիների վերադարձը, Պաղեստինի ապագան, ինչ որ ակնարկ է արվել, որ հնարավոր է որ լինի ինչ որ պետություն, բայց դա արդեն խոսում են դրա մասին տասնյակ տարիներով։ Հետո բանի West Bank-ի մասին, Արևմտյան ափի մասին, այնտեղ շարունակվում են բնակվել հրեաները, բնակավայրերի հարցը հրեաների, դա էլ չի լուծվել։ Այսինքն սա ուղղակի ժամանակավոր ինչ որ զինադադար է 47% տարածքի Իսրայելը զիջում է պաղեստինցիներին, հետ է քաշվում, 53-ը թողում է իր վերահսկողության տակ, պետք է Համասը պետք է զինաթափվի եւ նայեք կարևոր տարբերություն մեր պայմանագրի եւ իրենց Տրամպը դուրս է հանդես է գալիս որպես երաշխավորող այս պայմանագրի եւ նա ասեց եթե Համասը չզինաթափվի ես իրանց կզինաթափեմ դա իր բառերն են Ասում ավելի լավ է ինձ բան չանեք, չհուսահատեք, որտեվ ես ձեզ կզինաթափեմ, եթե դուք դա չանեք։ Նա պաշտոնապես հանդես է գալիս որպես գարանտ, երաշխավորող։ Իսկ մեր դեպքում ես էլի գնացի նայեցի այդ թուղթը, որ ստորագրել են, գրած է witness, այսինքն վկա, մի բան է վկա լինել, այսինքն ես տեսել եմ դուք ստորագրել եք։ Երկրորդը գարանտ լինել, երաշխավորող, այսինքն եթե դուք խախտեք Ես կստիպեմ ձեզ, որ դուք հարգեք ձեր պայմանավորությունը։ Դա տարբեր բաներ են, լրիվ։ Եվ հետո նայեք, Գազայում դա փոխադարձ համաձայնություն է։ Նույն օրը եւ Իսրայելը եւ Համասը ազատեցին իր գերիներին։ Շատ ցավալի, ես շատ ուրախ եմ իրենց համար, շատ ուրախ եմ։ Եվ դա իսկապես բարբարոսություն էր, եւ հոկտեմբերի 7-ի հարձակումը եւ 67000 Պաղեստինցի երեխայի եւ մայրերի մահը դա սարսափելի բան էր, հանցագործություն էր, բայց ես ուրախ էի, որ այդ մարդիկ ազատվեցին, բայց միտք էլի մի անգամից առաջ սա, բայց մենք ինչու ենք միշտ 4-րդ կարգի ժողովուրդ։ Ինչու ենք մենք Չ կլասի ժողովուրդ։ Մեր գերիներին ով է հիշում։ Մեր գերիները ինչու մնացին բանտում։ Դուք որ ստորագրում եք դա, գերիներին ինչու բաց չթողեցիք։